Սիրելի հեռուստադիտողներ, տոնական օրերը յուրահատուկ, առանձնահատուկ են մեզ համար, քանի որ շատերիս համար ամփոփման, նոր ակնկալիքների, նոր սպասումների եւ նոր սկիզբ է կարելի ասել, բայց շատ հաճախ հենց դեկտեմբեր ամսին շատերս ունենում ենք մի փոքրիկ հուսահատության, հիասթափության, այսպես կոմպոնենտներ եւ տխուր տրամադրություն, քանի որ մեր ամեն տարվա դրված ակնկալիքներն ու սպասումները կարծես թե մեզանից չենք արդարացրել։ Այսօր կխոսենք մասնագետի հետ ինչպես ճիշտ նպատակներ դնել եւ ձևակերպել, ինչպես դիմավորել նոր տարին եւ ինչպես այս փոքրիկ քայլեր անել, որպեսզի ավելի ոգևորված, ավելի էնտուզիազմով դիմավորենք նոր տարին։ Այսօրվա իմ հյուրն է Mastermind հոգեբանական եւ տրեյնինգային կենտրոնի հիմնադիր հոգեբան Մարիամ Մելքումյանը։ Ողջույն սիրելի Մարիամ։ Ողջույն։ Համաձայն եք, որ շատ հաճախ մենք տարվա ավարտին կարծես թե մի փոքր տխրում ենք, հուսահատվում ենք, մի քիչ անհանգստանում ենք, որ մեր սպասելիքները, այն ակնկալիքները, որ ունեցել ենք, չեն արդարացվել։ Ինչ խորհուրդ կտաք ինչպես սկսել տարին, արդյոք այդ սպասումները երբեմն մեզ չեն դեմոտիվացվում եւ ինչքանով է ճիշտ այդ նպատակների առհասարակ ձևակերպումը։ Տարվա ավարտին մենք բոլորս փորձում ենք տարին ամփոփենք եւ միևնույն ժամանակ նոր տարվա հետ կապված հրաշքի եւ նոր սպասումի ակնկալիք ենք ունենում։ Մի կողմից հնարավոր է, որ տարին ամփոփելիս ունենանք ինչ որ չափով չբավարարվածության զգացողություն, եթե մենք այդքան էլ գոհ չենք տարվա ընթացքում մեր ձեռքբերումներից եւ նոր տարվա ակնկալիքի հետ կապված հնարավոր է ունենանք գեր սպասումներ։ Ուզում եմ ասեմ, որ ինչ որ չափով նորմալ է տարվա վերջում ունենալ հոգնածություն, առավել եւս եթե տարվա ընթացքում ունեցել ենք շատ բուռն աշխատանքային եւ անձնական կյանք, բայց այդ հոգնածությունը եւ լարվածությունը կարող է լինել ավելի սուր, եթե մենք որպես այդպիսին չբավարարված ենք մեր արդյունավետությամբ եւ մեր ձեռքբերումներով։ Ուստի երբ որ ամփոփում ենք տարին, կախված նրանից, թե ինչքանով ենք համարում պրոդուկտիվ մեր գործունեությունը եւ արդյունքները, հնարավոր է համապատասխանաբար մեզ զգանք որպես այդպիսին բավարարված եւ հակառակը չբավարարված։ Նոր տարին հռիփսիմե ջան, որպես այդպիսին նորի ակնկալիք է իր հետ բերում եւ մի տեսակ նաեւ կախարդական մտածողություն եւ ակնկալիքներ են ունենում նոր տարվա հետ կապված, որ հին խնդիրները, դժվարությունները թողնում ենք նախորդ տարում եւ նոր տարի ենք մտնում նոր ակնկալիքներով, սպասելիքներով, բայց այստեղ շատ կարեւոր է հիշել, որ թեև նոր տարի է, բայց սա մեր կյանքի հերթական տարիներից մեկն է ու կապ ունի թե ինչ տրամադրվածությամբ, ինչ ակնկալիքներով ենք անցում կատարում հնից դեպի նոր փուլ։ Այո, շատ գեղեցիկ հնչեց, համաձայն եմ լիովին, որովհետև սա կարծես թե տրամաբանական շարունակությունն է մեր ընտրությունների, այն կախված նրանից ինչպես ենք անցկացրել ողջ տարին եւ մի քիչ ավելի իրատեսական լինելու համար Մարիամ, ինչ խորհուրդ կտաք, այ ինչպես ձևակերպել այդ նպատակները կամ գոնե ինչ սպասումներով դիմավորել նոր տարին, որպեսզի ոչ թե հրաշքների սպասենք եւ հիասթափվենք, այլ լիցքավորվենք, ոգեշնչվենք։ Կառուցողական մտածողությունը ենթադրում է, որ պետք է մենք ունենանք ոչ միայն positive thinking կոչվածը, դրական մտածողությունը, այլ պետք է ունենանք իրատեսական մտածողություն եւ իրատեսական ակնկալիքներ, որը ենթադրում է հետեւյալը. այո, նոր տարում մենք ունենք նոր հնարավորություններ ինքնազարգանալու, որոշակի ձեռքբերումներ ունենալու, աճելու, որոշակի հարաբերություններ ավելի գեղեցիկ ներդաշնակ դարձնելու համար, ինչու՞ չէ նաեւ նոր երկրներ ճամփորդելու համար։ Այո, բայց կարևոր է հիշենք, որ միշտ չէ, որ մեր կյանքում ամեն ինչ լինում է լավ, մեր կյանքում նաև լինում են ոչ այդքան հաճելի բացասական բովանդակությամբ իրավիճակներ, ուստի նոր տարվան տրամադրվելիս կարևոր է ակնկալիքները հնարավորինս իրատեսական լինեն։ Իհարկե այդ մանկական մտածողության ձևը որպես այդպեսին նաև հասուն կյանք ենք մենք տանում, որ նոր տարի, ձմեռ պապ, երազանքների իրականացում եւ այս երևույթը իրականում եւ դրական նշանակություն ունի եւ իր հետևից նաև որոշակի խնդիրներ կարող է բերել։ Դրական է այն, որ մարդը կարծես թե իրեն ուղղորդում է, որ այս տարի ես ունեմ այս նպատակները եւ հավատում եմ, որ կկարողանամ իրականացնել, բայց այստեղ պետք է նաեւ ստորակետ դնել եւ ունենալ այլ ընտրանքներ, որ եթե օրինակ չստացվի սրան հասնել, ապա սա եւս արդյունք է եւ իմ զգացողությունը տարվա վերջում չլինի շատ վատ, կախված նրանից, թե ինչքան իդեալական եւ մեծ նպատակներ է իմ առջեւ դրել։ Ուստի կարևոր է նոր տարվա նպատակները որպես այդպես ձևակերպելիս երեք հիմնական
տարբերակ ունենանք։ Մեկը իդեալական, այո, լավագույնը, որ ես կուզեմ լինի, ու շատ համարձակ երազենք եւ պատկերացնենք ինչ ենք պլանավորում, ինչքան հաճելի կլինի, միևնույն ժամանակ ցանկալի է ունենալ նաեւ ռիսկը, ինչ կլինի, եթե ես չհաջողեմ չլինի, եւ այս երկուսի արանքում կարեւոր է նաեւ նպատակներին որպես այդպեսին սահմանելիս ունենանք նաեւ իրատեսականը։ Իհարկե հնարավոր է հրաշք տեղ ունենա կամ հակառակը մեծ խոչընդոտ լինի, բայց որպես կանոն կարևոր է նաեւ այն իրատեսական ելքը ունենանք, թե ընդունելի թույլատրելի սցենար է։ Այո, հնարավոր է։ Բայց ես ուզում եմ մարդիկ իրենց երազանքների մեջ լինեն համարձակ, հավատան, որովհետև մի տեսակ երբեմն մենք մեզ թույլ չենք տալիս հավատալ, որ մենք կարող ենք լինել ավելին, որ մենք կարող ենք անել ավելին, եւ սրանից էլ որպես կանոն առաջանում է խնդիրներ։ Իհարկե, գերպոզիտիվ մտածողությունը, դրական մտածողությունը եւս կառուցողական չի եւ գերբացասական մտածողությունը, բայց իրատես լինելը ենթադրում է, որ ես բաց եմ նոր հնարավորությունների համար, ես ունեմ նպատակներ, երազանքներ, բայց միևնույն ժամանակ չեմ կարճում եւ չեմ կպչուն վերաբերվում, որ եթե չիրականացավ, ուրեմն վերջ։ Ուրեմն կյանքն ավարտված է։ Այո։ Սիրելի Մարիամ, խնդրում եմ ասեք, արդյոք դա ինչ որ սինդրոմ է, միգուցե ես եմ չափազանցնում, բայց շատերս մի սպասում ենք, ասում ենք, այ երկու շաբթի օրվանից, այ այս տարվա հունվար ամսից, այ վաղվանից կսկսեմ։ Դա ինչ հոգեբանական սովորույթ է միշտ փոխանցել կամ նոր տարվա վրա կամ հաջորդ, այսպես ասած, շաբաթվա սկզբին եւ ինչ որ նոր ակնկալիք ունենալ եւ ինչպես դա հաղթարել, օրինակ հենց այսօրվանից սկսել։ Կան ինչ որ փոքրիկ քայլեր եւ խորհուրդներ, որ կարելի է թե մարդ ունի նպատակ, այսօր արդեն սկսի մտածել այդ ուղղությամբ կամ ինչ որ փոքրիկ քայլեր անի, որպեսզի այսպես ասած այդ գործընթացը արդեն թողարկի եւ ոչ թե սպասի վաղվան։ Ներողություն եմ խնդրում, որտեղ վերջերս օրինակ մենք հանդիպել ենք ընկերներ հետ եւ շատերը ասեցին, այ հեսա նոր տարին անցնի, հունվարից սա եմ անելու։ Մեկը ասեց բուժ զննման կգնամ, մյուսը ասեց նոր լեզու եմ սովորելու եւ բոլորը կարծես շունչները պահած սպասում են, որ այդ նոր տարին պիտի գա եւ նոր բոլոր գործերը սկսեն կատարվել, իրագործվել։ Իրականում շատ լավ օրինակ եք դուք բերում եւ մեզ բոլորիս բնորոշ է պլաններ գծելիս նաեւ ժամկետ որոշելը, բայց երբեմն այդ երկուշաբթիից սկսելը շատ բնորոշ է մեզ լինում եւ հաճախ մենք հետաձգում ենք գործողությունը սկսելը, սպասելով ավելի հարմար առիթի։ Մի կողմից այո հնարավոր է ռեսուրսների, ժամանակի անբավարարության հետևանքով մենք ինչ որ ժամկետ ունենք, որ այդ ժամկետներում ավելի ռացիոնալ կլինի որոշ գործողություններ անելը, բայց որպես կանոն մենք հակված ենք լինում հետաձգելու գործողությունը։ Ցույց է տալիս, որ դա ընդհանրապես հետաձգում է։ Եվ հաջորդ երկուշաբթի ասում ենք մյուս երկուշաբթի կանենք, ուստի մոտիվացիան ինքը որպես այդպեսին կարճաժամկետ ոգեշնչման երևույթ է։ Շատ լավ է, որ մենք մոտիվացվում ենք եւ որոշում ենք, որ այսինչ բանը պետք է անենք, բայց հիշենք, որ կարգապահությունը հիմնական մեխանիզմն է, որ օգնում է նպատակին հասնելու գործընթացում։ Ուստի եթե որոշում ենք ինչ որ օր պետք է սկսենք, ապա փորձենք հետևողական եւ կարգապահ լինենք եւ մեր հույսը չդնենք մոտիվացիայի վարկենական ոգևորվածության վրա, հիշելով, որ այո մոտիվացիան կարեւոր է նպատակին հասնելու ճանապարհին, բայց կարեւոր է կարգապահ լինելը, հետևողական լինելը եւ նաեւ նույնիսկ եթե մեզ համար այդքան էլ հաճելի չի, բայց գիտենք, որ օգտակար է, հետևողական քայլերով գործողություն ապահովելը։ Ու ամենակարևորը հիշենք, որ մենք ունենք այսօրը, մենք այսօր այս պահին կանք, ու եթե կա ինչ-որ մի բան, որ կարող ենք այսօր, այս տարի հիմա անել, եկեք փորձենք անենք, ավելի լավ։ Այո, սկսենք։ Արտահայտություն նույնիսկ կա, որ ես անեմ այնինչ կարող եմ, եւ թող լինի այնինչ լինելու է։ Եթե ինչ-որ մի բան կա, որ ուզում ենք այսօր սկսենք, որպեսզի լինենք ավելի լավը, որպեսզի ավելի շատ մեզ սիրենք, ավելի բարեկեցիկ ապրենք, մեր հարաբերությունները ավելի լավանան, միգուցե այսօր ինչ-որ մի բան կարող ենք անել։ Շատ կարևոր է մոտակա զարգացման գոտին նայենք, թե ինչ կարող եմ այս պահին անել, եւ այո, հնարավոր է լինեն բաներ, որ ես թողում եմ հաջորդ տարվան, որը մեր կյանքի մի մասն է ու ընթացքն է։ Շատ լավ միտք հնչեցրիք, Մարիամ ջան, իդեպ ուզում եմ լրացնել, որ այո, այս դեպքում մենք պետք է նաև կարողանանք տրամադրվել հենց այսօրվանից եւ միևնույն ժամանակ շատերս գիտենք, որ մեր ուղեղը սիրում է, երբ մենք ինչ-որ բաներ, պլանների շատ խոսում ենք, ինքը կարծես թե գիտի արդեն մենք դա արել ենք։ Արդյոք դա մի փոքր չի դեմոտիվացնում, երբ մենք միայն խոսում ենք պլանների մասին, նպատակներ ենք դնում, բայց ընդհանրապես խոսում ենք եւ գործողություն չենք անում։ Կարծում եմ, որ դա լավ միտք է խոսելուց անմիջապես մտածել, օրինակ մոտակա 24 ժամում մենք արդեն ինչ քայլ կարող
կարող ենք անել դեպի այդ նպատակը, հա։ Հրիփսիմե ջան, շատ հետաքրքիր օրինակ եք բարձրաձայնում, ուզում եմ ասեմ, որ այն ինչին մենք հավատում ենք, որպես այդպեսին մեր դիրքորոշումները, վերաբերմունքը եւ ընկալումը ուղիղ կառավարում են մեր մտածողությունը, համապատասխանաբար նաեւ մեր վարքն ու զգացմունքները։ Շատ կարեւոր է հիշենք, որ եթե ես ունեմ դիրքորոշում, որ եթե բարձրաձայնեցի չի իրականանալու, հավանական է, որ չի իրականանալու, որովհետեւ ես այդպես եմ վերաբերվում։ Եթե ունեմ դիրքորոշում, որ եթե չեմ բարձրաձայնում, ապա ես հետեւողական կանեմ, այնուհետեւ արդյունքի մասին կբարձրաձայնեմ, այս դեպքում այս մտածողության ձևը իրականություն կդառնա, բայց ուղեղի աշխատանքի հետ կապված հետաքրքիր հետազոտություն եմ ուզում ներկայացնեմ, որ պարզվում է մեր ուղեղի համար ճակերտավոր ասած մեկ է, ինքը դա պատկերացնում է, եղել է իր հետ, թե այս պահին կատարվում է, ինքը արձագանքում է այդ բոլոր իրավիճակներին, այդ է պատճառը, որ մենք ասում ենք օրինակ դրական աֆիրմացիաներ արա, եւ կարող ենք փաստել, որ օրինակ վատ բան հիշելիս տխրում ենք կամ ուրախ բան հիշելիս ուրախանում ենք եւ գալիք ուրախ դեպքերի մասին հիշելով, ավելի ճիշտ կլինի ասել գալիք ուրախ դեպքերը վիզուալիզացնելով ու պատկերացնելով ոգևորվում ենք ու հակառակը ռիսկերը կանխատեսելով մենք սկսում ենք լարվել։ Ուստի այո, կարևոր է, որ դրական որպես այդպիսին պլաններ ունենանք, շատ կարևոր է մեր առողջ հոգեկանի գոյատևման համար հավատը։ Մենք տարբեր բաների ենք հավատում այս կյանքում, ոմանք Աստծուն են հավատում, ոմանք տիեզերքին, ոմանք իրենց, բայց նոր տարում ու նոր կյանքի պլանների ձևավորման ու առաջ գնալու համար այս հավատի հանգամանքը շատ կարևոր է։ Ու այո, նաև կարևոր է վիզուալ ունենալ, թե ես ինչ եմ ուզում։ Սա պլանավորման մի փուլ է, որ մենք ունենում ենք ու այստեղ կարող է մեզ օգնել նաև գրելու process-ը։ Դուք նկատած կլինեք, որ ամանորին մենք գրում ենք ինչ-որ բաներ, որոշ մարդիկ ունեն տետրեր, այո, տարբեր գործողություններ են անում, խմում են շամպայն, այդպիսի մի ռիտուալ կա։ Այո, անկախ նրանից ինչ կանենք, բայց կարևոր է գրենք։ Ես ինքս օրինակ ունեմ տետր, որտեղ ամեն տարվա վերջ գրում եմ ինչ եմ արել եւ հաջորդ տարվա համար ինչ եմ ուզում եւ ամեն տարի ամփոփում եմ եւ փորձը ցույց է տալիս, որ միգուցե հենց 1 տարի հետո չի այդ նպատակը իրականանում, բայց երբ որ դու քո պլանների մեջ առաջիկա տարվա ունես մի բան, միգուցե 2 տարի հետո, բայց դու կարողանում ես հասնել։ Բիզնեսի մեջ ինչպես է, մենք ունենք որոշակի զարգացման նպատակ, չէ՞, ռազմավարություն, մեր անձնական կյանքում եւս պետք է այդ նպատակները ունենանք մոտակա նպատակներ, իրատեսական նպատակներ եւ ավելի մեծ նպատակներ, որոնք երբեմն նաեւ երազանք են անվանում, զուտ եթե դեռևս պլանավորման փուլում չէ։ Շատ լավ խորհուրդներ հնչեցրիք, ես մտածում եմ արդեն ինչպես վերջում ամփոփենք, գրի առնենք եւ վերհիշենք, որտեղ սրանք բոլորը շատ կարեւոր են։ Դուք հնչեցրիք ընթացքում, որ նաեւ շատ կարեւոր է այդ դրական մտածողությունը շատացնել։ Համաձայն եք, որ մարդիկ կան, ովքեր ծնվել են, այո, իրենք պոզիտիվ են, լավատես են ըստ իրենց խառնվածքի եւ բնույթի, եւ փաստորեն տարեց տարի շրջադարձային փոփոխություններ են լինում, մենք հասկանում ենք, որ այդքան էլ չի հեշտանում մեր կյանքը, այսպես ասենք, ինչպես խթանել դրական մտածողություն, որտեղ կարծում եմ երբեմն այդ հավատքը եւ լավատեսությունը շատերիս պակասում է։ Հրիփսիմե ջան, շատ կարևոր բան եք ասում, իրականում մեր կենսափորձից ելնելով, մեր անձնական կյանքի դժվարություններից եւ առավելություններից ելնելով եւ իհարկե մեր անձնային հատկանիշներից ելնելով, մենք տարբեր կերպ ենք վերաբերվում թե խնդիրներին, թե կյանքի նոր մարտահրավերներին, ուստի շատ կարևոր է, որ մենք ունենանք ոչ միայն պոզիտիվ կամ դրական մտածողություն կոչվածը, կարևոր է ունենանք հնարավորինս իրատեսական մտածողություն։ Պարզվում է, երբ որ մեր ակնկալիքները իրատեսական են, մենք ավելի քիչ ստրեսի ենթարկվելու եւ սպառվելու ռիսկերի կարող ենք հանդիպել, որովհետեւ շատ հաճախ մենք ֆրուստրացվում ենք, մեր ակնկալիքները երբ որ չեն իրականանում, երբ որ հիացթափվում ենք եւ երբ որ չափից մեծ ակնկալիքներ ենք ունեցել։ Ուստի կարեւոր է այո հավատանք ու ինչ որ լավագույն մեր կյանքի ելքեր ու նպատակներ ունենանք, բայց նաեւ չբացառենք, որ հնարավոր են այդ նպատակները միգուցե չիրականանան։ Այստեղ կարևոր մի միտք եւ դիրքորոշում մեզ կօգնի, որ հաճախ մենք ինչ որ ձևով մեզ փոփելու համար կլսենք, որ ասում ենք, դե ուրեմն այդ էր բարին։ Իրականում լինում են իրավիճակներ, որ տվյալ արդյունքը մեզ չի բավականացնում եւ մենք չէինք պլանավորել այդպես, բայց երբ որ մտածողությունը մի քիչ փոխում ենք եւ փորձում ենք վերաբերվել, որ հա տհաճ է, չէի ցանկանա այսպես լիներ, բայց ինչ արած, կյանք է պատահում է, էլի տխրում ենք, բայց մեր սպառման մակարդակը իջնում է, ուստի կարեւոր է ակնկալիքները հնարավորինս լինեն իրատեսական։
Շնորհակալ եմ անչափ։ Փաստորեն մենք տարին շատ հաճախ ամփոփելիս սպասում ենք նոր տարվան նաև հանգստի նպատակով, այսպեսի թաքուն միտք ունենք, որ այ հեսա նոր տարին կգա, մի քանի օր ուղեղս կթեթևանա եւ կհանգստանա, ինչ որ կտակ այդ օրերին ել ավել չհոգնելու, իրոք իր այսպես նպատակին ծառայելու եւ իհարկե ավելի լիցքավորվելու նոր տարվա սկզբի համար։ Նոր տարին եկեք դիտարկենք, որ սա տոն է եւ ընտանիքով, հարազատներով եւ ընկերներով լավ ժամանակ անցկացնելու միջոց։ Ցավոք ժամանակահատվածը սղացել է, իհարկե ազգաբնակչության մի մասը շատ ավելի ուրախ է կարճ տոների հետ կապված, մյուս մասը տխրում է, բայց անկախ նրանից քանի օր ունենք, ես կուզեի, որ կարևորություն տանք ոչ միայն օրինակ սննդային պատրաստման գործընթացին, այլ շատ մեծ նշանակություն տանք ուղղակի հաճելի մարդկության, այո, հոգեկան առողջության ամենակարևոր ապահովող կետերից շփումը հաճելի մարդկանց եւ սոցիալական այն օղակների հետ, այո, որտեղ ձեզ ընդունված, սիրված եւ գնահատված եք զգում, ուստի ամանորյա տոների հետ կապված առաջին որպես այդպիսին ուղերձը ձեր ժամանակը հանգստյան օրերը հնարավորինս անցկացրեք ձեր սիրելի մարդկանց հետ եւ փորձեք հնարավորինս շատ դրական էմոցիաներ ստանալ այն մարդկանց հետ, ովքեր ձեզ սիրում են, ընդունում են եւ ում հետ ձեզ հաճելի է։ Իհարկե սնունդը կարեւոր է, հիշենք Մասլոուի բուրգը, մեր ֆիզիոլոգիական պահանջմունքները կարեւոր է բավարարված լինեն, բայց ինչ որ չափով այո չմոռանանք, որ մենք կարիք ունենք շփվելու, մենք կարիք ունենք իրար հետ ժամանակ անցկացնելու եւ այո օգտագործենք այս տոները ընտանիքի անդամների, ընկերների եւ սիրելի մարդկանց հետ հնարավորինս լավ ժամանակ անցկացնելու համար։ Շնորհակալ եմ անչափ հետաքրքիր բովանդակալից ու ոգեշնչող ու ինչու ոչ լավատեսական զրույցի համար։ Հիշեցնեմ, որ այսօրվա իմ հյուրն էր Mastermind հոգեբանական եւ տրեյնինգային կենտրոնի հիմնադիր եւ հոգեբան Մարիամ Մելքումյանը, ում հետ մենք զրուցեցինք ինչպես նպատակներ դնել նոր տարվան, ինչպես նոր տարին օգտագործել լիցքավորման, հաճելի եւ սիրած մարդկանց հետ անցկացնելու համար եւ իհարկե Մարիամը նշեց մի քանի կարեւոր կետեր, վերհիշենք, որ մեզ համար շատ կարեւոր է հավատքը, դիտարկելի մի քանի ընդունելի տարբերակներ ունենալ մեր նպատակներից հետո, որպեսզի չհուսահատվենք եւ չհիասթափվենք եւ իհարկե լինենք սոցիալ ակտիվ, այն մարդկանց հետ շփվենք, ում ցանկություն ունենք եւ իհարկե իրատեսական պլաններ գծենք։ Այսօր պատրաստել ենք այսքանը, շարժվենք առաջ։